Սիրելի հայրենակիցներ եւ գործընկերներ, գերադասում եմ անդրադառնալ ոչ թե տեխնատուին, այլ ոլորտի բազմաթիվ խնդիրներից մի քանիսին, որոնց մասին անցնող շրջանում շատ եմ խոսել եւ շարունակելու եմ բարձրաձայնել, որովհետեւ դրանք թե ինստիտուցիոնալ, թե օրենսդրական անհետաձգելի լուծումների կարիք ունեն։ Նախ, որովհետեւ այն համոզումը ունեմ, որ հանձնաժողովի տիրույթի ոլորտները մշակույթը, կրթությունը, գիտությունը ցանկացած երկրի համար խիստ ռազմավարական նշանակություն ունեն։ Բայց նախ անդրադառնամ խոստումներ եւ իրականություն խորը խզումին, սկսելով հանրակրթությունից։ Դպրոցաշինություն 5 տարի շարունակ մանանայի պես ժողովրդին կերակրել եք դպրոցաշինության ծրագրով, խոստանալով 5 տարում կառուցել 300 դպրոց, 500 մանկապարտեզ։ Տասնյակ անգամներ ես եւ գործընկերներս խմբագրել ենք ձեզ եւ ներկայացրել իրական պատկերը։ Չեմ զլանա նորից կրկնելու։ 25 թվականի տարեվերջի դրությամբ 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակում աշխատանքները ավարտվել են ընդամենը 122-ում։ Սա կազմում է խոստացվածի կեսից էլ պակասամոտ 47%։ Նույն ծրագրով մինչև 26 թվականը նախատեսված էր 500 մանկապարտեզ եւ նախակրթարան։ 25-ի վերջին ԿԳՄՍ-ն հայտնում է, որ աշխատանքները ավարտված են ընդամենը 280-ում, որը խոստացվածի 56%-ն է։ Եվ քանի որ շատ եք սիրում սևացնել անցյալը, մի կարևոր համեմատություն, ուղղակի հիշեք, սա էլ եմ բազմաթիվ անգամներ կրկնել, հիշեք։ Նախագահ Քոչարյանի իշխանության տարիներին կառուցվել ոչ թե նորոգվել, հիմնանորոգվել եւ միայն կառուցվել է 154 դպրոց։ Բայց մի շատ կարևոր հանգամանք, փաստացի 122 ավարտուն դպրոցի կողքին շատ ուշադիր կառավարության որոշումով 26 սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են։ Սրանցից 55-ը սահմանամերձ դպրոցներ են եւ սա նշանակում է, որ շուրջ 8700 երեխա ստիպված է լինելու դպրոց գնալ այլ բնակավայրում եւ նույնքան էլ անորոշ է մոտ 2000 մանկավարժների եւ այլ ուրեմն անձնակազմի ճակատագիրը։ Կշտապեք ձեզ բնորոշ մանիպուլյացիաների բարձր տաղանդով հակադարձել, թե ոչ թե փակում եք, այլ օպտիմալացնում եք, որպեսզի որակյալ կրթական ծրագրեր մատուցեք։ Իդեպ կառավարության այդ որոշման անունը որակյալ կրթական ծրագիրն այդ քողի տակաս է գնում։ Բայց միթե հիմնավորելու կարիք կա, թե սահմանամերձ գյուղի միակ դպրոցը ինչ բարոյական, հոգեբանական եւ հատկապես անվտանգային խնդիրներ է լուծում։ Այս ոչ հեռատես քայլով դուք դատարկում եք գյուղերը, բացում եք երկրի թիկունքը եւ լուծումը, որը ձեզ թվում է թե տվել եք կամ գտել եք, ուղղակի աղետալի է։ Կրթության ֆինանսավորում, այո, կրթության անվանական ֆինանսավորումը աճել է, բայց կրթական, ինչպես նաև ցանկացած քաղաքականություն պետք է չափել ոչ միայն թվային պատկերով, այլ նախ եւ առաջ որակով, արդյունավետությամբ եւ երկրի հնայի համեմատությամբ։ Կրթության ֆինանսավորումը բացարձակ թվերով ավելանում է, այո, բայց դրա բաժինը թե պետական ծախսերում, թե հնայում նվազման միտում ունի։ 25-ին այն գնահատվում էր 2.9, ինչը ՅՈՒՆԻՍԵՖ-ի երաշխավորած 4% ցուցանիշից ցածր է 30%-ով։ Եվս մեկ թիվ, ոլորտի կապիտալ ծախսերի կատարողականը վերջին 5 տարիներին եւ ես այդ մասին միշտ բարձրաձայնել եմ 38-42%-ի շրջագծում է, ինչը նշանակում է 40%-ով խոստումների չկատարում։ Այնուամենայնիվ շենքերն ու ենթակառուցվածքները դեռ կրթական որակի երաշխիք չեն։ Բազմաթիվ խոստումներ, ծրագրեր, բարեփոխում բառը առատորեն շրջանառված, բայց չունենք համոզիչ պատասխան կրթության իրական որակի եւ տեսանելի փոփոխության մասին։ Նախարարությունը հենվում է կրթական արդյունքների գնահատման միջազգային TIMSS, PISA, ինչպես նաեւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետազոտությունների վրա, որոնք հատվածական են, էպիզոդիկ եւ դրանցից 2-ը 3-4 տարվա վաղեմության, իսկ դրանցից մեկն էլ դեռ չի ամփոփվել։ Եվ ուրեմն բնական հարց. ինչու չկան ազգային մեխանիզմներ, որոնք կրթական արդյունքի փոփոխության եւ գնահատման համապարփակ վերլուծություն կներկայացնեն։ Ատեստավորում 25-ի դրությամբ Հայաստանի հանրակրթական դպրոցների ուսուցիչների միայն 31%-ն է անցել կամավոր ատեստավորումը։ Ինչու՞։ 5 տարի։ Ըստ էության պետությունը դեռ չի հաջողել ուսուցչական կազմին համոզել, որ ատեստավորումը մասնագիտական զարգացման, աշխատանքի որակի բարելավման արդյունավետ գործիք է։
Պատճառների վերլուծություն կատարելու եւ խնդիրները լուծելու փոխարեն Փաշինյանը օրերս հերթական վերօրենսդրական, վերսահմանադրական հայտարարությունը հնչեցրեց, թե ատեստացիա չանցած ուսուցիչը չպիտի մտնի դպրոց։ Հարգելի գործընկերներ, ուսուցչի որակավորումը բուհական դիպլոմով է տրվում եւ ոչ թե ատեստացիայով, փոխանցեք ձեր առաջնորդին։ Մեկ այլ փորձարկման դաշտ դասագրքերը։ Հանձային մասնագիտական նախազանգերից հետո պետական փորձաքննություն անցած եւ երաշխավորված մի շարք դասագրքեր կրկնական փորձաքննության անգամ վերատպության կարիք են ունենում։ Ձեզանից շատերը հիշում են պատմության 7-րդ դասարանների դասագրքերի պատմությունը։ Իսկ այբենարանում Մաշտոցի նկարը QR կոդով փոխարինելը բարձ խայտառակություն չէ։ Ես չգիտեմ ինչպես այն պիտակ գնահատել։ Սա նշանակում է, որ համակարգում որակի վերահսկման մեխանիզմ չի գործում։ Իսկ եթե մրցույթի մասնակցելու բավարար ժամանակ չի տրվում, նշանակում է ռիսկի է կենթարկում ոչ միայն մրցույթները, այլև մի ամբողջ սերնդի կրթության որակ։ Օրենսդրություն։ Շատ եմ անդրադարձել ոլորտի օրենսդրության որակին։ Երբեմն նախագծեր են հասնում հենց այս ամբիոնին, որոնք իրավական եւ լեզվական գրագիտության ցածր մակարդակի բերումով ուղղակի անարգանք են օրենսդիր մարմնի նկատմամբ։ Եվ սա այն դեպքում, որ մինչև այստեղ հասնել այդ նախագծերը մի քանի գերատեսչությունով պիտի անցած լինեին։ Վերջին մի քանի տարիներին հանրակրթության մասին օրենքը փոփոխության է ենթարկվել 9 առանձին օրենքներով, 26 տարբեր հոդվածներով, իսկ կրթության կազմակերպումը սիրում է կայունություն։ Մինչդեռ չմշակված օրենքները, պոպուլիստական գաղափարները ոլորտը շարունակ ցնցումներ եք տանում, անունը դնելով բարեփոխում։ Հիշում եք, երբ որ Բարձրագույն կրթության եւ գիտությունների ազգային ակադեմիայի մասին օրինագիծներ այստեղ քննարկվում, ես եւ բազմաթիվ գիտական հանրույթ ուղղակի բղավում էինք, որ այդ լուծումները հակասահմանադրական են, անտրամաբանական եւ գիտությունների ազգային ակադեմիան չի կարող հիմնադրամ լինել, չլսեցիք։ 2 ամիս հետո հասկացաք փոխեցիք պոակի։ Եվ ինչ ունենք այսօր։ Թղթի վրա ինքնակառավարվող, բայց իրականում ամբողջովին կառավարությունից կախված կազմակերպություն եւ անհայտ ճակատագրով 30-ից ավելի գիտական ինստիտուտներ։ Իշխանության եկակ բուհերը չքաղաքականացնելու ականջահաճող խոստումով այսօր բոլոր հանրային բուհերի կառավարման խորհուրդներում ԿՊԱ-ական քաղաքական վերնախավն է, նախագահ, քաղաքապետ, նախարարներ, անունները ձեզ շատ հայտնի է, ես չհնչեցնեմ։ Ակադեմիական քաղաք, մեծ խոստում, ահռելի ծախսեր, շարունակ փոխվող հայեցակարգեր, անորոշ հեռանկար։ Դեռ 22-ին հենց աշտարակում, կարծեմ պարոն Հարությունյան դուք էլ եք այնտեղ, հենց այնտեղ ակադեմիական քաղաք կառուցելու անոնսը արեցիք։ Մի քանի շաբաթ ամիս, չգիտեմ, հետո վայրը փոխվեց։ 23-ին հաստատված հայեցակարգով ակադեմիական քաղաքի կառուցման փուլը պետք էր ավարտվեր 29-ի վերջին, իսկ ամբողջական գործարկումը 2030-ին։ Սակայն 26-ին դարձյալ փոխվեց հայեցակարգը եւ անցակ հիմա էլ փուլային մոդելին, հիմա շրջանառվում է 36-5 թվականները։ Կներեք Տիկին Գալստյան, պարոն Մանուկյան, զբաղեցրեք ձեր տեղը եւ մի խոսեք նիստերի դահլիճում։ Պարզ է, չէ, թե կազմակերպական, հայեցակարգային, բովանդակային ինչ քաոսի հետ գործ ունենք։ Այս գնահատականը աստող շրջանում ես էլ եմ հնչեցրել։ Վերաձևում եւ քանդվում եք ինստիտուտներ եւ համակարգեր, երբ չունեք վերջնական պատկերացում եւ պարփակ հաշվարկ, թե դրա փոխարեն ինչ եք կառուցելու։ Ամփոփելով, որևէ քաղաքականություն չի գնահատվում ընդունված օրենքների, հաղորդագրությունների, ծախսված գումարների քանակով կամ գործընթացներով, այլ արդյունքի քաղաքականությամբ։ Եվ հարցը մնում է նույնը։ 21-26 թվականների կրթական քաղաքականության հստակ, չափելի արդյունքը որն է, որը թույլ կտա հայ քաղաքացուն այո ասել, որ կրթությունը բարելավել է։ Առաջիկայում առիթ կլինի խոսեմ կրթության ոլորտից եւ ոչ միայն կրթության, բայց պարոն այո, Եղոյան, այո, պարոն Եղոյան, ձեզ հայտարարվում է նախազգուշացում, падգամավոր Արման Եղոյանին։ Այո, ձեզ հարց տվեց եւ դա չի նշանակում, որ դուք պետքա պատասխանեք դրան։ Պարոն Եղոյանը լավ թույլ տվեք։
Լավ, քանի որ ժամանակս ավարտվեց, պարոն Եղոյան, ես ձեր սիրողական մակերեսային դատողությունների եւ պատկերացումներին Սփյուռքի վերաբերյալ բնականաբար ժամանակ չունեմ այս բանին պատասխանելու։ Ես այդ առիթը կունենամ, բայց մի պարզունակ հարց։ Այդպիսի հարցերը հերոսական կեցվածքով այստեղից հնչեցնելուց առաջ մի քիչ թերթեք եւ 2-3 այսպես կոճակի սեղմով իմանայեք, որ ժամանակիցս խլել են, ես 1 վայրկյան, իմանայեք, որ Փափազյանը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդի նախագահն է եւ նվազագույնը, եթե ոչ բյուրոյի անդամ, ապա այդ խորհրդի անդամ ունի այդ իրավունքը։ Իսկ Հայաստանում էլ այնպիսի իրավական համակարգ կառուցեք, որ Մակրոնին, Պուտինին կամ սրանց նրան զանգելու առիթներ չունենաք, հասկանում եք, չէ՞, ինչի մասին է խոսքը։